Ինչու կամ ինչից են դողում ձեր ձեռքերը, գլուխը կամ մարմնի մյուս հատվածները։ Արդյոք նորմալ է ունենալ դող որոշակի տարիքում։ Դողը նյարդաբանական լուրջ հիվանդությունների նշան է թե ոչ, եւ արդյոք դեղերը կօգնեն ձեզ ազատվել դողից, կամ կան արդյոք դեղեր, որոնք իրենք կարող են հարուցել դող։ Սա Dr. Srum YouTube-յան ալիքի նևրոլոգիկա նախագիծն է, ես բժիշկ նյարդաբան Դավիթ Ալոյանն եմ, եւ այսօր մենք խոսելու ենք ձեռքերի դողի մասին։ Իսկ մինչ այդ միացեք Dr. Srum YouTube-յան ալիքին մեր թողարկումները բաց չթողնելու համար։ Սկսենք դողի մասին զրույցը տրամաբանական շղթա կառուցելուց։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք դողի բնույթը եւ հասկանանք դողի տևականությունը։ Դողի տևականությունը ասելով նկատի ունենք արդյոք այն մշտապես կա, թե որոշ պահերի կա, իսկ հետո չի լինում։ Այն դողը, որը որոշ պահերի կա, իսկ հետո չի լինում, սովորաբար լինում է երկու մեծ խմբի։ Առաջինը ֆունկցիոնալ դող կոչվողն է, որն առաջանում է օրինակ էմոցիոնալ լարվածության պահերին, նյարդային լարվածության, ստրեսի ազդեցությամբ։ Երկրորդը իմիտացիան է։ Ինչ է իմիտացիան։ Իմիտացիան տպավորություն ստեղծելն է, որ ձեր ձեռքերը դողում են։ Ում կողմից է կիրառվում, այն սովորաբար կիրառվում է նյարդաբանական փորձաքննություն, էքսպերտիզա անցնող տարբեր մարդկանց կողմից, մասնավորապես զորակոչային տարիքում։ Իսկ երբ խոսում ենք դողի բնույթի մասին, առանձնացնում ենք հանգստի դողը, որը որ հանգիստ վիճակում է առաջանում, եւ գործողության դողը, տարբեր գործողությունների ժամանակ եւ տարբեր գործողություններ դժվարացնող դողը։ Հանգստի դողը նյարդաբանական խնդիրներին բնորոշ տիպիկ նշան է, մասնավորապես Պարկինսոնի հիվանդությանը եւ Պարկինսոնիզմի տարատեսակների։ Պարկինսոնիզմը դողն է, որը որ առաջացել է գրեթե նույն մեխանիզմներով, ինչ որ Պարկինսոնի հիվանդությունը, սակայն Պարկինսոնի հիվանդություն չէ։ Այստեղ ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ դեղորայքային պարկինսոնիզմին։ Դեղորայքային պարկինսոնիզմը այն վիճակներն են, երբ որոշակի դեղեր օգտագործելու հետևանքով մարդկանց մոտ առաջանում է դող։ Այո, դեղերը, որոնք նախատեսված են տարատեսակ հանգարումներ բուժելու համար, կարող են հանգեցնել դողի։ Որոնք են դրանք։ Հակապսիխոտիկ նեյրոլեպտիկ դեղերը նախատեսված են գլխուղեղում դոֆամին անունը կրող նեյրոմեդիատորի վրա ազդելու համար, բլոկավորելու համար, արգելակելու համար դոֆամինի էֆեկտները։ Այս տեսակի դեղորայքը հաճախ կիրառվում է հոգեբուժների կողմից, երբեմն նյարդաբանների կողմից տարատեսակ հանգարումներ բուժելու համար։ Սակայն սրանց երկարատև կիրառումը հանգեցնում է նրան, որ դոֆամին անունը կրող նյութը, որը պատասխանատու է նաև մանր շարժումների կոորդինացիայի համար, չի կարողանում անել իր անհրաժեշտ գործառույթները եւ կարող է առաջանալ դող։ Այս դեպքում բուժումը շատ բարդ է եւ այս դեպքում բուժումը պահանջում է ոչ միայն դեղորայքի փոխարինում, այլ նաեւ առանձնահատուկ ավելի նուրբ մոտեցումներ։ Բացի հանգստի դողը կա նաեւ էսենցիալ դողը, որը կարող ենք ասել, որ չունի հստակ բացահայտված պատճառ, այն գործողության ընթացքում առաջացող դող է, սակայն կան բուժման մոտեցումներ, դեղորայք, որի նշանակումը մեղմացնում է էսենցիալ դողի ընթացքը եւ կարող է հանգեցնել նաեւ դրա վերջնական կամ գրեթե վերջնական բուժման։ Եվ իհարկե, դողը ոչ միայն նյարդաբանական հիվանդությունների, այլ նաև մի շարք այլ օրգանների կամ արյան բաղադրության փոփոխությունների հետ կապված խնդիր է, օրինակ երկաթի պակասը, վահանաձև գեղձի խնդիրները ևս կարող են հանգեցնել դողի։ Ձեզ մոտ կառաջանա տրամաբանական հարց։ Արդյոք կա մեկ դեղամիջոց, որը ընդունելով հնարավոր է լիովին վերացնել դողը։ Դեղամիջոցը մեկը չէ։ Դեղամիջոցների խմբերը տարբեր են, եւ դրանց ընտրությունը կախված է նրանից, թե ձեզ մոտ դողի որ տեսակն է։ Տեսակի որոշումը եւ ճիշտ ախտորոշումը արվում է նյարդաբանական խորհրդատվության եւ նյարդաբանի մոտ այցի ժամանակ։ Այսպիսով այսօրվա թողարկումը օգնում է հասկանալ, որ դողն ունի իր տրամաբանությունը։ Այն հասկանալ կարելի է իհարկե նաեւ ինքնուրույն, կարելի է օգտվել համացանցից կամ արհեստական բանականության գործիքներից, սակայն ճիշտ է դա անել բժիշկ մասնագետի հետ համատեղ։ Դե իսկ նևրոլոգիկայի եւ մեր մյուս նախագծերի թողարկումները բաց չթողնելու համար միացեք Dr. Srum-ի YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։